Քենեթ Հեյգին Հավատացյալի իշխանությունը Ներածություն Այս գիրքն առաջին անգամ հայրս գրել է 1967 թվականին։ Գրքի էջերում զետեղված աստվածաշնչյան կարևորագույն ճշմարտությունն այդ տարիներին բառացիորեն փոխեց շատերի կյանքը։ Սակայն դրանից հետո նա ավելի շատ գիտություն ձեռք բերեց հավատացյալի իշխանության մասին։ 1984 թվականին նրա ծառայության 50-ամյակի կապակցությամբ մենք վերախմբագրեցինք այս գիրքը, ավելացնելով այն տեղեկությունները, որոնք հայրս միշտ ցանկացել էր ընդգրկել։ Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք ներկայացնել ձեզ գրքի այս նոր ընդլայնված տարբերակը։ Քենեթ Հեյգին կրտսեր Առաջաբան 40-ական թվականներին ինքս ինձ հաճախ էի հարցնում. գուցե մենք ունենք իշխանություն, որի մասին չգիտենք, որը չենք հայտնաբերել և չենք կիրառում։ Հաճախ իմ կյանքում լինում էին պահեր, երբ կիրառում էի հավատացյալի իշխանությունը, չիմանալով ինչ եմ անում։ Հասկանում էի, որ Աստծո հոգին ինչ-որ բան է ուզում ինձ ցույց տալ, և ավելի ու ավելի էի լուսավորվում։ Մեկ օր էլ Պենտեկոստալ Եվանգել ամսագրում տեղ գտած հոդվածն ինձ հուշեց ուսումնասիրել զորություն և իշխանություն բառերը։ Հետո ձեռքս ընկավ մի հիասքանչ գրքույկ «Հավատացյալի իշխանությունը» վերնագրով գրված Ջոն Մաքմիլանի կողմից։ Վերջինս միսիոներ էր եղել Չինաստանում։ Հետագայում նա դարձավ The Alliance Weekly շաբաթաթերթի խմբագիրը։ Ուսումնասիրությունների արդյունքում ես այն եզրակացության էի, որ մենք որպես եկեղեցի իշխանություն ունենք երկրի վրա, բայց երբևէ չենք գիտակցել դա և չենք կիրառել։ Մեզնից միայն քչերն են հասել այդ իշխանության եզրին։ Սակայն մինչև Հիսուսի գալուստը կկազմավորվի հավատացյալների մի մեծ բազմություն, ովքեր այդ իշխանությամբ ոտքի կկանգնեն։ Նրանք կիմանան ինչն է իրենց պատկանում, կհասկանան, թե ինչի համար են կանչված և կկատարեն այդ աշխատանքը, որ Աստված նախասահմանել է իրենց համար։ Քենեթ Հեյգին Գլուխ առաջին Պողոսի աղոթքները Եփեսացիների ուղերձում Պողոսը հանգամանորեն խոսում է հավատացյալի իշխանության մասին։ Քանի որ այս գիրքը հիմնված է Եփեսացիների թղթի վրա, եկեք մի քանի օր շարունակ ընթերցենք առաջին 3 գլուխները։ Դուք կնկատեք, որ առաջին և 3-րդ գլուխների վերջում կան հոգով օծված աղոթքներ։ Այնուամենայնիվ Պողոսի այդ աղոթքներն ուղղված չեն միայն Եփեսոսի եկեղեցուն։ Այդ աղոթքները վերաբերում են մեզ այնպես, ինչպես այն ժամանակ Եփեսոսի հավատացյալներին, քանի որ դրանք տրվել են Սուրբ Հոգուց։ Եփեսացիների թուղթ առաջին գլուխ 16-ից 20 խոսքեր։ Չեմ դադարում ձեզ համար գոհություն տալուց, ձեզ իմ աղոթքներում հիշելով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, փառքի Հայրը, տա ձեզ իմաստության և հայտնության հոգին իր գիտությունով, որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով գիտենաք, թե ինչ է նրա կոչումի հույսը և ինչ է իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում, և ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես, որ Քրիստոսում գործադրեց նրան մեռելներից հարություն տալով և իր աջ կողմը նստեցրեց երկնավորներում։ Եփեսացիների թուղթ 3-րդ գլուխ 14-ից 19 խոսքեր։ Սրա համար ծնկի եմ իջնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առջև, որից ամեն նահապետություն երկնքում և երկրի վրա անուն է առնում, որ իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք իր հոգու ձեռքով ներսի մարդու մեջ, որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերում, և դուք սիրով արմատ գցած և հաստատված լինեք, որ բոլոր սրբերի հետ իմանաք, թե ինչ է լայնությունն ու երկարությունը, բարձրությունն ու խորությունը, որ ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է, որ Աստծո ամեն լիությունով լցվեք։ Երբ ես սկսեցի աղոթել այս աղոթքները ավելի քան 1000 անգամ, իմ կյանքն ամբողջությամբ փոխվեց։ Դա շրջադարձ կատարեց իմ կյանքում։ Սկզբում ես բարձրաձայն ընթերցում էի դրանք, սկսած առաջին գլխից։ Անձնավորում էի այդ աղոթքները քեզի փոխարեն ինձ ասելով։ Օրինակ, կարդալով Եփեսացիների թղթի 3-րդ գլխի 14-ից 17 խոսքերը, ասում էի. Սրա համար ծնկի եմ իջնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առջև, որից ամեն նահապետություն երկնքում և երկրի վրա անուն է առնում, որ իր փառքի հարստության պես տա ինձ, որ զորությամբ հաստատվեմ իր հոգու ձեռքով ներսի մարդու մեջ,
որ Քրիստոսը հավատքով բնակվի իմ սրտում, և ես սիրով արմատ գցած և հաստատված լինեմ։ Ես երկար ժամանակ էի անցկացնում ծնկաչոք այս երկու աղոթքներն աղոթելով։ Այդ ժամանակ Արևելյան Տեխասի վերջին եկեղեցում էի, կարգված էի որպես հովիվ։ Ես բացում էի Աստվածաշունչը և օրվա ընթացքում մի քանի անգամ աղոթում։ Երբեմն ասում էի կնոջս, որ գնում եմ եկեղեցի աղոթելու և խնդրում էի, որ ինձ չանհանգստացնեն։ Հաճախ պատահում էր, որ աղոթքի մեջ էի լինում 2-3 օր։ Այսպիսով 1947-ից 48 թվականների ձմռանը ես 6 ամիս անցկացրի աղոթքների մեջ։ Հետո սկսեցի տեսնել աղոթքիս առաջին պտուղները։ Ես աղոթել էի իմաստության և հայտնության հոգու համար։ Այս մասին կարող ես կարդալ Եփեսացիների 1:17-ում։ Եվ հայտնության հոգին սկսեց գործել։ Աստվածաշնչում տեսա բաներ, որ երբևէ չէի նկատել։ Գիրքը սկսեց բացվել ինձ համար։ Այդ 6 ամիսների ընթացքում ես ավելի առաջադիմեցի հոգևոր աճի և խոսքի գիտության մեջ, քան 14 տարի ծառայող և 16 տարի քրիստոնյա եղած ժամանակ։ Ես ասում էի կնոջս, ինչ էի ընդհանրապես քարոզում։ Ես այնքան քիչ բան գիտեի Աստվածաշնչի մասին։ Եթե ցանկանում ենք աճել, մենք պետք է ունենանք Քրիստոսի իմաստության և հայտնության հոգին և նրա խոսքը։ Այն մեզ չի տրվի բանականության միջոցով։ Սուրբ Հոգին պետք է մեզնից հեռացնի այդ քողը։ Մարդիկ հաճախ ուզում են իմանալ ինչպես աղոթեն քրիստոնյա եղբայրների ու քույրերի համար։ Եթե դուք սկսեք աղոթել Եփեսացիների թղթի այս աղոթքներով, շուտով արդյունքը կտեսնեք նրանց կյանքում։ Ես առաջարկում եմ, որ այս աղոթքներով ինքներդ ձեզ համար նույնպես աղոթեք։ Տարիներ առաջ ես օրական 2 անգամ առավոտյան և երեկոյան այս աղոթքներով աղոթում էի ընտանիքիս անդամներից մեկի համար։ Նա բժշկության կարիք ուներ, բայց ոչ մի կերպ չէր կարողանում ընկալել այն, ինչ Աստվածաշունչը սովորեցնում է բժշկության մասին։ Աղոթելիս ես ինձը փոխարինում էի նրա անունով։ 10 օր էր ինչ սկսել էի աղոթել, երբ նա գրեց ինձ. «Ես տեսնում եմ բաներ, որ երբևէ չեմ տեսել»։ Երբ հիմնվում ես խոսքի վրա, սկսում են հետաքրքիր դեպքեր տեղի ունենալ։ Զարմանալի էր տեսնել, թե ինչպիսի արագությամբ էին իմ ազգականները փոխվում, երբ ես աղոթում էի հիմք վերցնելով Աստվածաշունչը, մինչդեռ տարիներ շարունակ աղոթել էի նրանց համար, բայց անարդյունավետ։ Հավատացյալի իշխանությունը։ Եփեսացիների թուղթ 6-րդ գլուխ 12 խոսք։ Մեր պատերազմը արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս աշխարհի խավարի աշխարհակալների դեմ, այն չար ոգիների դեմ, որ երկնավորների մեջ են։ Փառք Աստծուն, որ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք իշխանություն ունենք այդ չար ոգիների վրա։ Մենք պետք է հասկանանք, թե այստեղ ինչ է ասում Պողոսը լուսաբանելով նախորդ գլուխները։ Պետք է գիտակցենք, որ Քրիստոսի միջոցով ունենք իշխանություն։ Հավատացյալի իշխանությունը քրիստոնյայի կյանքի կարևոր կողմերից մեկն է, որի մասին քիչ հավատացյալներ գիտեն։ Որոշ մարդիկ կարծում են, թե միայն քչերն իշխանություն ունեն սատանայի վրա, միայն այն ընտրյալները, ում Աստված հատուկ զորություն է տվել։ Դա այդպես չէ, այն պատկանում է Աստծո բոլոր զավակներին։ Մենք այդ իշխանությունը ստանում ենք վերստին ծնունդի հետ։ Քանի որ նոր արարածներ ենք Քրիստոս Հիսուսում, մենք ժառանգում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունը և աղոթքի մեջ այն կիրառում ընդդեմ թշնամու։ Սատանան չի ցանկանում, որ քրիստոնյաները հավատացյալի իշխանության մասին գիտություն ունենան։ Նրա ցանկությունն է մեզ պարտված տեսնել ամեն ժամանակ։ Այդ պատճառով նա պատրաստ է իր կարողության սահմաններում ամեն բան անել, որպեսզի զրկի քրիստոնյաներին իշխանությանը վերաբերող ճշմարտությունից։ Նա այս հարցի շուրջ մեր դեմ ավելի կպայքարի, քան որևէ այլ հարցի։ Նա գիտի, որ երբ մենք իմանանք այս ճշմարտությունը, իր ուրախությանը վերջ կդրվի։ Մենք կիշխենք իրավիճակներին վայելելով այն իշխանությունը, որը ճշմարտապես մեզ է պատկանում։ Եփեսացիների թղթի 1 գլխի 3 խոսքում գրված է. «Օրհնյալ է Աստված և մեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնությունով երկնավոր բաներում Քրիստոսով»։ Ամերիկյան ստանդարտ թարգմանությունը բոլոր օրհնությունները ներկայացնում է որպես յուրաքանչյուր օրհնություն։ Սա նշանակում է գոյություն ունեցող ամեն հոգևոր օրհնություն։ Քրիստոսում բոլոր հոգևոր օրհնությունները պատկանում են մեզ, իշխանությունը պատկանում է մեզ, անկախ այն բանից գիտակցում ենք մենք դա թե ոչ։ Բայց միայն իմանալը դեռևս բավական չէ։ Երբ դու քո իշխանությունը գործի կդնես, այն ժամանակ էլ կտեսնես արդյունքները։ Քրիստոնյայի համար ողբերգություն է ապրել մի ամբողջ կյանք և երբեք չիմանալ, թե ինչն է իրեն պատկանում։
Երբևէ կդադարես մտածել, որ փրկությունը մեղավորի համար է։ Հիսուսն արդեն գնել է ամենավերջին մեղավորի փրկությունը։ Ահա թե ինչու է նա մեզ պատվիրում տանել բարի լուրը, գնալ և մեղավորներին ասել, որ նրանք հաշտություն ունեն Աստծո հետ։ Մինչդեռ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված հիշաչար չէ մեղավորի հանդեպ։ Աստված ասում է, որ չեղյալ է համարում նրանց մեղքերը, և սարսափելի կլինի, որ մեղավորը չիմանալով այս դժոխք գնա, թեև հնարավորություն ուներ փրկվելու։ Կորինթացիների 2 թղթի 5:19 կասի ձեզ այդ մասին։ Մեղքի խնդիր գոյություն չունի, Հիսուսը լուծել է այն։ Գոյություն ունի մեղավորի խնդիրը։ Բեր մեղավորին Հիսուսի մոտ և հարցը լուծված է։ Դա մի քիչ տարբերվում է նրանից, ինչ մարդկանց սովորեցրել են, բայց Աստվածաշնչում հենց այդպես է ասվում։ Մեղավորը չգիտի, թե ինչն է իրեն պատկանում։ Նույնը վերաբերում է քրիստոնյաներին, դրա համար էլ նրանց կյանքում ամեն բան կարող է անարդյունավետ լինել։ Նրանք պետք է պարզեն ինչն է իրենց պատկանում։ Այդ պատճառով էլ Աստված եկեղեցում ուսուցիչներ նշանակեց, տվեց մեզ իր խոսքը, որպեսզի ցույց տա ինչն է մեզ պատկանում։ Աշխարհում նույնպես շատ բաներ կարող են մեզ պատկանել, բայց եթե մենք չիմանանք այդ մասին, դա մեզ ոչնչով չի օգնի։ Իմ նախորդ գրքերում ես արդեն պատմել եմ, թե ինչպես էի $20 թղթադրամը դրել դրամապանակից մեջ և մոռացել այդ մասին։ Եվ երբ մի օր մեքենայիս բենզինը վերջացավ, սկսեցի ստուգել դրամապանակս և $20 գտա։ Ես չեմ կարող ասել, որ չունեի այդ գումարը, քանի որ այդ ընթացքում այն ինձ մոտ էր։ Ամիսներ շարունակ ես կրել էի այն գոտկատեղիս գրպանում, քանի որ չգիտեի ինչ ունեմ, ես չէի կարող ծախսել։ Սակայն այդ գումարն էլի ինձ էր պատկանում, թեկուզ ես նրա գոյության մասին չգիտեի։ Տարիներ առաջ ես կարդացի մի մարդու մասին, որին մահացած էին գտել փոքրիկ խարխուլ սենյակում։ Վերջինս այն վարձել էր շաբաթական $3։ 20 տարի շարունակ այդ մարդը ծանոթ անձնավորություն էր դարձել Չիկագոյի փողոցներում։ Նա միշտ ցնցոտիներով էր և ուտում էր աղբամաններից։ Երբ 2-3 օր չէր երևացել, հետաքրքրասեր հարևանները գնացել էին նրան փնտրելու և գտել էին անկողնում մահացած։ Դիահերձարանում պարզվեց, որ այդ մարդը մահացել էր քաղցից, մինչդեռ դրամապանակում գտել էին ավելի քան $23,000։ Մարդն ապրել էր ծայրահեղ աղքատության մեջ, զբաղվել թերթի վաճառքով, թեև ունեցել էր գումար։ Այդ փոքրիկ հնաոճ սենյակի փոխարեն նա կարող էր ապրել քաղաքի լավագույն հյուրանոցում։ Նա կարող էր լավագույնս սնվել, բայց չէր օգտագործել այն, ինչ իրեն էր պատկանում։ Մենք պետք է իմանանք ինչն է մեզ պատկանում։ Հիսուսն ասաց. «Եվ ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատի ձեզ»։ Հովհաննեսի 8:32։ Ովսե 4:6-ում Աստված ասում է. «Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չունենալու պատճառով»։ Իրականում մարդիկ անհաջողության են մատնվում կամ էլ ոչնչանում են ճշմարտությունը չիմանալու, իրենց իշխանությունը չօգտագործելու պատճառով։